Երբ մենք խոսում ենք նախագահական ինստիտուտի կառավարության մասին, հաճախ մեզ կշտամբում են, ասում են, «Բայ, ոնց կլինի, լիազորություններ չկան»։ Մի անգամից ուզում եմ այս կշտամբանքը քննադատությունը կանխել, որովհետև մենք լիազորությունների մասին չենք խոսում, եւ ըստ էության մենք չենք տեսել, թե այս պաշտոնը ինչ լիազորություններ ունի։ Մենք կիրառության մեջ չենք տեսել։ Այս պաշտոնը մի զբաղեցրել են մարդիկ, որոնք չեն կիրառել իրենց համանadrական լիազորությունները։ Ի սկզբանե Արմեն Սարգսյանն էր անհայտ անորոշ ինչ-որ մեկը, որը մեր հայոց պատմության մեջ հայտնի դարձավ նրանով, որ միջազգային հանրությանը 44 օրյա պատերազմի ժամանակ հավաստիացնում էր, որ մենք չենք հարվածի գազամուղին ադրբեջանական։ Ու այն դեպքում, որ այդ գազամուղին հարվածելը կարող է լինել մեր պատերազմը կանգնեցնելու վերջին կարևոր հաղթաթուղթը։ Եվ մենք մինչև վերջ իմացանք ինքը որ երկրի քաղաքացի է։ Ինչևից է, հաջորդաբար ունեցանք Վահագն Խաչատրյանին, ելի ինչ-որ անհայտ մեկը, մարդ, որը ըստ էության Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի աշխատողներից մեկն է, մարդ, որը լինելով նախագահ, նույնիսկ ցեղասպանության տարելիցի օրը ուղերձ չի եղել հայ ժողովրդին։ Այո։ Եվ մի պահ անձերին դնենք մի կողմ։ Այստեղ խնդիրը համակարգային է։ Եվ մենք եկել ենք ասելու, որ Հայաստանի ամենակարևոր խնդիրը իշխանությունների տարանջատման սկզբունքի բացակայությունն է։ Մի մարմին գործադիր իշխանությունը վարչապետի մարմնավորմամբ ուզուրպացրել է համանadrական մյուս մարմինները։ Նա եւ երկրի գլխավոր դատավորն է, երկրի գլխավոր քննիչն է, երկրի գլխավոր պոետն է, երկրի գլխավոր, չգիտեմ, ուզում էր կաթողիկոս դառնալ։ Սահմանադրագետ արդեն, սահմանությունն է գրում։ Ամեն ինչը եւ իշխանության մարմինների տարանջատումը պետքա գործի։ Եվ այստեղ էլի հարցը համակարգային է։ Մենք չենք ուզում լինի իշխանափոխություն եւ այդ իշխանափոխությունից հետո, եթե օրինակ իշխանության գա ուժեղ Հայաստանը, հանրապետության նախագահ դառնա Դալմամոլի մենեջերներից մեկը։ Եվ կրկնի Վահագն Խաչատրյանի պատմությունը, այսինքն մենք համակարգային խնդիր ենք դնում եւ ուզում ենք ասել, որ երկրի վարչապետը, ով էլ որ լինի, պետք է իմանա, որ իրենից բարձր խոսք կա այս երկրում։ Այո։ Որ ինքը չի կարող իրեն ամեն ինչ թույլ տալ։ Ըստ էության սահմանադրությամբ երկրի նախագահը բարձր արժեքների, երկրի համանadrական կարգի երաշխավորն է, չէ՞։ Բայց այս պայծրությամբ մենք այդ ամենը չունենք։ Եվ մենք ինչ ենք ուզում անել։ Ըստ էության մեր երկրի պատմության մեջ բոլոր ընտրությունները եղել են միակայլ, բարձունակ գործընթաց։ Մենք առաջարկում ենք հիմա բազմակայլ կոմբինացիա, եւ այդ կոմբինացիան առաջարկում ենք, որ միանան 200,000 եւ միգուցե ավել քաղաքացիներ, որ չեն կողմնորոշվել, ում պետք է ընտրեն, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանի վարչակազմին, հաշ չեն այս իրականության հետ, բայց ինչ-ինչ պատճառներով չեն ուզում ընտրեն Քոչարյանին, չեն ուզում Սամվել Կարապետյանին, չեն ուզում Գագիկ Ծառուկյանին։ Եվ այդ մարդկանց մենք ասում ենք՝ մի հիասթափվեք, մի օտարացեք, եկեք մասնակից դարձեք, եւ մենք կդառնանք ձեր մասնակցության շարժիչ ուժը եւ ձեզ մասնակից կդարձնենք երկրի կառավարմանը։ Բայց սրա համար ինչա պետք, որ մենք անցնենք խորհրդարան։ Որն է այդ բազմակալ կոմբինացիան։ Թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, թույլ չտալ ԿՊ-ի վերարտադրությունը եւ մյուս կողմից էլ թույլ չտալ, որ երկիրը դառնա խուժանապետություն։ Այո։ Դրա ռիսկը շատ մեծ է, որովհետեւ բոլոր հեղափոխական իրավիճակներում միշտ ինչ-ինչ զանգվածներ, 5 աշարակերներ, հանցագործներ հակված են օգտվել առիթից։ Մենք չենք ուզում, որ երկիրը դառնա խուժանապետություն, եւ մենք երաշխավորն ենք, որ երկիրը չդառնա խուժանապետություն, երաշխավորն են նաեւ մեր նախագահի տեխնացուն։ Այո։ Միքայել arczepiskopos Աջապայանը։ Այսինքն, եթե ինչ-ինչ զանգված վախենում է Քոչարյանի հետ գալուց, կամ ինչ-որ մեկի, կամ նախկին արատավոր բարքերի, մենք ասում ենք, որ մենք չենք վախենում։ Եվ մենք այն մարդիկ ենք, որ գնալու ենք, ասենք, մի րոպե, Նիկոլը պետքա գնա, բայց Հայաստանը խուժանապետություն էլ չի դառնալու։ Եվ նախագահի հեղինակավոր տեխնացուն պետքա լինի դրա երաշխավորը։ Հիմա մեզ կարող են հարց տալ, պարոն Մարքյան։ Ինչի հենց մենք։ Խնդիրը այն է, որ բարի նիժդեականները պայքարում են կաշառակեր նիժդեականների դեմ։ Եվ հիմա կան էլի շատ սիմպաթիչնի ուժեր, որ պայքարում են Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Նիկոլ Փաշինյանի հետ գաղափարական տարաձայնություն չունեն։ Օրինակ Հայկ Մարությանը։ Հարգարժան դերասան, շատ սիրում ենք, շատ հարգում ենք, բայց ինքը գաղափարական կոնֆլիկտ չունի Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հետ։
Հայկ Մարությանի տարաձայնությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տեխնիկական է, եւ միգուցե էսթետիկ։ Միգուցե Հայկ Մարությանը ավելի դաստիարակված է, ավելի կիրթ է, ավելի պարկեշտ։ Նախընտրում է միջազգային հանրության առջև գառան խաշլամաչուտի եւ նախընտրում է steak միջում խորոված։ Միգուցե Փաշիկի կապուտ երգի փոխարեն նախընտրում է, չգիտեմ, Mozart կամ Pink Floyd։ Տարաձայնությունները այսպեսին են։ Ինչ-ինչ խոստումներ չկատարելու շուրջ, բայց գաղափարական չեն։ Ինքը գաղափարական տեսանկյունից տեղավորվում է էլի իրենց միջավայրում։ Արման Թաթոյանը հակառակ ուղղությամբ է գալիս։ Ինքն գաղափարական տարաձայնություն չունի այն մյուս ուժերի հետ։ Ուզում հիշեցնել, որ ինքը շատ արդյունավետ մարդու իրավունքների պաշտպաներ Նիկոլ Փաշինյանի օրոք 44 պատերազմի ժամանակ։ Դա հանուն արդարության չեք կարող հերքել, բայց միայն Նիկոլ Փաշինյանի դեմ, բայց դրանից առաջ ինքը մարդու իրավունքների պաշտպան էր մի համակարգում, որտեղ հենց ինքը աչք էր փակում տասնյակ քաղբանտարկյալների վրա, աչք էր փակում ոստիկանական բարբարոսական բռնությունների վրա, եւ ես եղել եմ այն քիչ մարդկանցից, որ պայքարել եմ։ Արման Թաթոյանը նույնական է այս թևի հետ եւ չի կարող սրանց մարտահրավեր նետել եւ կանգնել, ասի կանգնեք, երկիրը չի կարող խոժանապետություն դառնալ։ Այսինքն պետք է գաղափարական տարբերվող ուժ, որը կարա ասի ստոպ։ Եվ մենք ենք։ Ես ամեն ինչով։